Եթե դու գրանցված աշխատող ես եւ քո աշխատավարձը գերազանցում է 200,000 դրամը, ապա շնորհավորում եմ 2026 թվականի հունվարի 1-ից դու կունենաս առողջապահական ապահովագրություն։ Բայց դրա դիմաց դու ամսական պետք է վճարես 10,800 դրամ քո աշխատավարձից, որը տարեկան կկազմի 129,600 դրամ։ Նախագծով առաջարկվող ապահովագրավճարը, այսինքն 10,800 դրամը, ինչպես մեզ հնարավորություն է տալիս տարեկան կտրվածքով անցնել հետազոտություններ, բուժումներ, տեղատոմսով ձեռք բերել դեղատներից անվճար դեղեր, այնպես էլ մեզ հնարավորություն է տալիս մեր դրոշմանիշային վճարի մի հատվածը ուղղել դեպի ապահովագրավճարին։ Ինչպես։ Օրինակ, եթե դուք ստանում եք աշխատավարձ, որը տատանվում է 200,000-ից մինչև 500,000 սանդղակում եւ դրա դիմաց դուք վճարում եք 5,500 դրամ դրոշմանիշային վճար, ապա ըստ նախագծի 4,500 դրամը կուղղվի ապահովագրավճարին, իսկ դրոշմանիշային վճարը կդառնա 1,000 դրամ։ Ինչպես նաեւ նախագծով սահմանվում է, որ ամսական կտրվածքով ձեր եկամտային հարկից 6,000 դրամը ենթակա է վերադարձման։ Այսինքն տարվա կտրվածքով 72,000 դրամ եկամտային հարկից դուք կունենաք ետվերադարձ։ Ինչպես նաև նախագծով առաջարկվում է, որ գործատուն իր ցանկությամբ կարող է աշխատակցի ապահովագրավճարը ամբողջությամբ վճարել։